այսօր Իրանի նախագահ Մազուդ Փեզեքչյանը հայերեն իր ուղերձում կարևորել էր այդ հարաբերությունները, երեք Հայաստանում Իրանի դեսպանը մտահոգություն էր հայտնում TRIP ծրագրի մասով, չնայած նշվեց, որ նաև Հայաստանի կառավարությունը այդ կասկածները փարատելուն ուղղված գործողություններ արել է, էլ ինչի անհրաժեշտություն եք տեսնում այս մասով, որպեսզի իրանցիները ունենան վստահություն։ Էլ եմ ասում, TRIP նախագծի շրջանակներում որևէ կոնսպիրացիա չկա։ Հայաստանը պետք է ապաշրջափակվի եւ տարածաշրջանը պետք է ապաշրջափակվի։ Այսինքն գնացք պետք է գնա գա, ավտոմեքենա պետք է գնա գա, էլեկտրական հոսանքի տարանցում պետք է լինի, հնարավոր է գազամուղեր, նավթամուղեր, խողովակաշարեր, մալուխներ, այստեղ մտահոգությունը ո՞րն է։ Մենք թափանցիկ ենք, ցանկացած հարցի կարող ենք պատասխանել եւ պատրաստ ենք պատասխանել եւ այս ուղերձն ենք տվել։ Մտահոգություն, շատ լավ, պետք է ձևակերպել մտահոգությունը ինչի մեջ է, մենք համոզված ենք, որ բոլոր մտահոգությունները կփարատվեն։ Եվ մենք շարունակելու ենք բոլոր մեր գործընկերների, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրամիության, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի, բոլորի հետ աշխատելու ենք, որովհետև սա գլոբալ նախագիծ է եւ գնալով հասկանալի է այդ նախագծի արժեքը եւ նշանակությունը ավելի մեծանում է եւ մենք էլ ուզում ենք րոպե առաջ սկսել դրա իրականացումը, րոպե առաջ։ Ոնց ինչքան հասկանում եմ ամերիկյան կողմն էլ է դա ուզում, հիմա պետքա ընթացակարգերը նորմալ ապահովենք, որպեսզի հույս ունեմ այս տարվա մեջ աշնանը արդեն գետնի վրա առաջին աշխատանքները իրականացվեն։ Շնորհակալություն, հաջորդ հարցը նյուզը։ Հա, իմիջիալոց։ Շատ կարևոր է, որ TRIP նախագիծը, TRIP նախագծի ոչ ուղղակի նախագծի շրջանակներում չէ, բայց այդ գործընթացը իրականացնելու արդյունքում մենք Պարսից ծոցից Սև ծով երկաթուղին ենք բացելու։ Եվ Հայաստանի եւ Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Այսինքն այստեղ այս դետալները հաշվի առնելով TRIP նախագծի իրականացումը անկեղծորեն եւ ուղղակիորեն բխում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության շահերից։